Շնորհակալ եմ։ Տիկին Ավանեսյան, նախ նշեմ, որ շատ կարևոր է իսկապես ռեֆորմը ոչ միայն մարդկանց առողջության եւ կյանքեր փրկելու, այլ նաեւ շատ քաղաքացիների համար զգալու, որ պետությունը իրենց կողքին է։ Ես վստահեցնում եմ, որ հատկապես տարեցները կամ խոցելի խմբերը այդ կոնտակտի դեպքում առաջնային բուժօգնության իրենք նաեւ հոգեբանական աջակցությունը եւ այդ ապահովության զգացողությունն են ունենում, որովհետեւ ինքս էլ շատ հաճախ օգնել եմ նաեւ տարբեր շահառուների եւ գրանցվել եւ համենայն դեպս օգտվել ծառայություններից։ Ես մեկ մեկնաբանություն անեմ եւ երկու հարց տամ։ Մեկնաբանությունը կապված է շահառուի տված հարցի հետ։ Իհարկե շատ կարևոր է, որ մենք ծառայությունը տեղում անվճար ենք իրականացնում, բայց քանի որ դուք ինքներդ էլ նշեցիք, որ այս տունայցի ենթակա խմբերը շատ ավելի նեղ են եւ փոքր է, հա, իրենց թիվը, ես կարծում եմ մենք պիտի ընդհանուր համակարգի կառավարման համակարգի հետ միասին փորձենք այդ խնդիրը լուծել նաեւ այդ ծառայությունների տեղափոխման հարցը լուծելու, դա կարող է լինել ոչ առողջապահական ոլորտը, օրինակ կարող է լինել սոցիալական ոլորտը, համայնքը եւ այլն մասնակցել, որpիսի մենք քաղաքացուն իսկապես կարողանանք օգնել, որովհետեւ եթե մի օղակը չի աշխատում, օրինակ տանել, բերելու, վերցնելու, կարող է մեր մեծ աջակցությունը շատ արդյունավետ չլինել։ Այդ իմաստով ես առաջարկում եմ համագործակցել նաև մյուս օղակների հետ, որպեսզի կարողանանք համապարփակ աջակցություն ցուցաբերել։ Երկու հարց ունեմ, առաջինը վերաբերում է սոցփաթեթների շահառուներին։ Խնդրում եմ 1 րոպեում ամփոփել տիկին։ Մեկը վերաբերում է սոցփաթեթի շահառուներին, որոնք այդ 6000-ների վճարի մասին է խոսքը, հավանաբար տեղյակ եք։ Այստեղ ինձ ուրեմն տեղեկացնում են, որ գործատուն խնդիր ունի այդ 6000 դրամը փոխանցելու հիմնադրամին, այսինքն ընդհանցակարգային խնդիրներ կան, վստահ եմ դուք դրանց տեղյակ եք, կամ եթե ոչ, խնդրում եմ ուսումնասիրել։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է մեկից ավելի տեղ աշխատող անձանց, որոնց գործատուները վճարում են, օրինակ ապահովագրավճարը։ Որոշ դեպքերում մենք, եթե չեմ սխալվում, այս պահին գործող ընդհանցակարգերը հետեւյալն է, որ հետագայում պիտի գործատուն դիմում գրի, որպեսզի այդ գումարը, եթե ավել է, հա, ավելցուկ է գոյացել, հետ փոխանցվի։ Աշխատողը պիտի դիմում գրի, ոչ թե գործատուն։ Այսինքն այս ընդհանցակարգերի մասով էլ դժվարություններ կան, ենթադրում եմ հետագա այդ վերանայումներին կվերաբերեն, թե ոչ, որովհետև հիմնական խնդիրները նաև ավելի շատ, տեսեք, 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողների կողմից է բարձրացվում, որովհետև այստեղ ընդհանցակարգային խնդիրներ կան, այս մասով կուզեի հարց ուղղել, արդյոք այդ խնդիրներին տեղյակ եք եւ դրանց ուղղությամբ այդ փոփոխությունները կիրականացվեն առաջիկայում, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Տիկին Բաթոյան, մենք առաջիկայում հեսա կպատրաստ կլինի նաեւ, որ հավելվածում այդ դիմումը գրելու աշխատողի կողմից հետ վերադարձի ստանալու մասը կապահովի եւ մեկ անգամ լրացնելով եւ քարտային տվյալները տրամադրելով արդեն հիմնադրամը ամեն ամիս այդ տարբեր աշխատավայրերից գանձված եւ ըստ էության ստուգված մեկը պահած մյուս գումարները կվերադարձնի քաղաքացու քարտին եւ ընդհանցակարգային այնտեղ եւ օրերի եւ ամեն ինչի մասով դա կանոնակարգված է։ Ուղղակի կանենք այնպես, որ մարդը կարիք չունենա ինչ որ տեղ գնա, ինչ որ դիմում գրի, իր հեռախոսի մեջից այդ դիմումը գրի։ Գործատուն ինչու ունի խնդիր հիմնադրամին փոխանցում իրականացնելու համար, ես եւս մեկ անգամ հարցը կխնդրեմ փոխանցեք, հասկանանք դա մեկ գործատուի, որովհետեւ ըստ էության համակարգային առումով այստեղ փոխանցումների ընդհանցակարգի մասով կարծես ամեն ինչ հստակ պատկերբան է արված, ներառված է, բայց կճշտենք, եթե կարիքը կլինի, մի հատ պարզաբանում էլ կհրապարակենք, որ բոլորը այս հարցի մասին իմանան ինչպես ընդհանցակարգը պետք է իրականացվի։ Ես ուզում եմ ասել, որ այո, տիկին Բաթոյան, շատ հարցեր ըստ էության առողջական երաշխիքը ստանալու համար սոցիալական բնույթ ունեն եւ այստեղ պիտի համագործակցենք, որովհետեւ ըստ էության նաեւ առողջապահության նախարարությունը իր ծախսային մասով կաշկանդված է միայն առողջությանը ուղղվող ծախսեր իրականացնելու, բայց ունենք խնդիրներ, որ անձը սոցիալական աջակցության կարիք ունի, որպիսի կարողանա նաեւ մեր համակարգից օգտվի։ Ես կարծում եմ, այո, մենք կարող ենք մի աշխատանքային քննարկում իրականացնել եւ հասկանալ ինչպես ենք այս հարցերին հասցեագրել
ծրագրում եւ ինչ ժամկետներում։ Եւ ուզում եմ նաեւ նշել, դուք նշեցիք այդ հոգացության զգացումը եւ նաեւ ուզում եմ ասել անկախության։ Մեր ավակ սերնդի նաեւ ինչ որ առումով անկախ լինելու եւ իր առողջական խնդիրներով, գիտեք, մեր ավակ սերնդի ներկայացուցիչները շատ կաշկանդված են բեր դնելու իրենց երեխաների վրա եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ շնորհակալությունների նաեւ մեծ մասը սրան է վերաբերում, որ իրենք պետության հոգացությունը զգալով նաեւ անկախ են եւ ավելի ինքնուրույն են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։